Անդրադառնալով բարեկային ծառայությանը, նշեմ, որ բարեկային ծառայությունը եւս շարունակում է զարգանալ եւ պետք է նշեմ, որ այն իր արդյունավետությունը ցույց է տալիս ոչ միայն ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում, այլ նաև մեծ դերակատարում ունի հանցագործությունների հայտնաբերման տեսանկյունից, քանի որ բացահայտված եւ հայտնաբերված հանցագործությունների բավականին մեծ մասնաբաժին հայտնաբերվում են հենց մեր բարեկային ծառայողների կողմից, կանրադառնամ նաև ջրային բարեկային ծառայությանը, որը լիարժեքորեն գործում է եւ ըստ էության իր լիազորությունների շրջանակում ապահովում է Սևանալճի էկո համակարգի ընդհանուր առմամբ վիճակը, մենք այստեղ ունենք լուրջ բացահայտումներ անցած տարվա սեզոնին, համապատասխան 4.5 տոննա ապօրինի ուրեմն որսած ձուկ է հայտնաբերվել այս ծառայության կողմից, այդուհանդերձ ամենակարևոր արդյունքը, որը ես կուզենայի առանձնացնել եւ նշել բարեկային ծառայության գործունեության շրջանակում, դա ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերվում, նշեմ, որ այս կիսամյակն էլ եթե հաշվենք, արդեն 2.5 տարի է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը նվազում է Հայաստանի Հանրապետությունում, ես կարծում եմ, որ սա շատ մեծ ձեռքբերում է եւ պետք է այս աշխատելավոճը շարունակել, պահպանել եւ ել ավելի այս տեսանկյունից այդ թվերի եւ վիճակագրության նվազեցում արձանագրել, առանձին հաշվետվողականությամբ գործընկերս պարոն Ցուցիլյանը կներկայացնի արդեն թվերով պատկերը, անդրադառնալով քրեական ոստիկանությանը, գիտենք, որ քրեական ոստիկանությունը կենտրոնացած է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման եւ առասարակ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իր գործունեությունը ծավալում եւ մասնագիտապես զարգանում է այս ուղղությամբ, ինչ զարգացումներ ենք մենք տեսնում այս ծառայության համար, իհարկե թվային տիրույթում քրեական ոստիկանությունը իր կարողությունները պետք է զարգացնի այն տրամաբանությամբ, որ մենք գիտենք, որ շատ հանցատեսակներ ըստ էության հետը կամ մեծ տեմպերով նույնիսկ ասած տեղափոխվում են համացանց եւ համացանցը եւս պետք է դիտարկել արդեն որպես ոստիկանության համար ճակերտավոր բարեկություն անելու տարածք եւ այստեղ նույնպես պետք է հանցագործությունները կանխարգելել, կանխել, բացահայտել նաեւ մենք քրեական ոստիկանությանը ոչ միայն թվային տիրույթում ենք պատկերացնում, որ ինքը պետք է զարգացնի իր կարողությունները, այլ թվային գործիքակազմով պայքարի նաև եւ տեխնոլոգիական գործիքակազմով պայքարի հանցագործությունների հայտնաբերման եւ բացահայտման ուղղությամբ։ Այս առումով նշեմ, որ առաջիկայում մենք կունենանք կիբերլաբորատորիա, սա այն հանգույցը եւ ենթակառուցվածքը կլինի, որը մեծ հնարավորություններ կտա համացանցային, առասարակ թվային հանցագործությունների դեմ պայքարում արդյունավետություն բարձրացնել, սա շատ կարևոր է նաև միջազգային ոստիկանական համագործակցության տեսանկյունից, քանի որ մենք հասկանում ենք, որ թվային եւ համացանցային տիրույթում հանցագործությունները միշտ չի, որ հենց կատարողը Հայաստանի Հանրապետությունում է կամ պլանավորողը կամ նախատեսողը Հայաստանի Հանրապետությունում է լինում, երրորդ երկրում հնարավոր է պլանավորել հանցագործություն այս տիրույթում եւ մեկ այլ երկրում արդեն իրականացնել այն։ Խոսեմ նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից, որպես կազմակերպված հանցավորության կարևորագույն մեր համար ուղղություններից մեկը, այս առումով մենք կենտրոնացել ենք իհարկե խոշոր խմբականակների հայտնաբերմանը, սա ինչ է իրանից ենթադրում, որ թմրամիջոցները ուժերը պետք է կենտրոնացնել թմրամիջոցների հայտնաբերման ներմուծման, ուրեմն ժամանակահատվածին կամ շղթային, ինչպես դեպ արտադրությանը, քանի որ մենք գիտենք, որ եթե ստեղ մենք բաց ենք թողում, հետագայում դրանք արդեն մանրացված եղանակով դառնում են ավելի նախ բարդ հայտնաբերել եւ բացահայտել, ինչպես նաեւ արդեն վնասում են կոնկրետ մեր քաղաքացիների առողջությունը։ Այս մասով այսքանը, նաև խոսեմ համայնքային ոստիկանությունից, համայնքային ոստիկանությունը ըստ էության ծառայություն է, որի հիմնական առաքելությունն է համայնքի հետ մշտական շփումների միջոցով տիրապետել այն ռիսկային իրավիճակներին,
այն խնդրահարույց իրավիճակներին, որոնք հնարավոր է, որ վերաճեն առավել վտանգավոր արարքների եւ դառնան հանցագործություն, այդ դեպքերի վաղ ժամանակում կանխարգելման եւ ճիշտ ուղղորդման արդյունքում մենք պետք է այս ծառայության միջոցով ունենանք հանցավորության համալիր կանխարգելում, շատ կարևոր ուղղություններ են մեզ համար համայնքային ոստիկանության գործունեության մեջ ընտանեկան եւ կենցաղային բռնության դեմ պայքարը, ինչպես նաեւ անչափահասների շրջանում իրավախախտումների կանխարգելումը, ընտանեկան բռնությունների մասով ասեմ, որ մենք եւ անցած տարի եւ այս տարի առաջի կիսամյակ ունենք դեպքերի աճ, ինչը պայմանավորված է հաղորդումների ավելացումով, դիբելիությամբ, սա կարծես թե որոշակի դրական երևույթի մասին է խոսում, որ կա ոստիկանության նկատմամբ վստահություն եւ բռնության ենթարկված անձիկ դիմում են ավելի շատ, քան նախկինում, այդուհանդերձ պետք է նաեւ նշեմ, որ այս ոլորտում մենք արձանագրել ենք նաեւ առհասարակ դատա իրավական sense շղթայում, հա, ընտանեկան բռնությունների դեմ պայքարի մասով արձանագրել ենք որոշակի խնդիրներ եւ դրանք հասցեագրում ենք մեր դատախազության գործընկերների, իրավապահ մյուս մեր համակարգի գործընկերների հետ եւ առաջիկայում այստեղ եւս հանդես կգանք որոշակի օրենսդրական առաջարկություններով։ Տեսեք, երբ որ ես նշում եմ, որ 4 հենասյունային ծառայությունները ձևավորվել են եւ գործում են, սա թերևս չի նշանակում, որ այդ առումով գործընթացները ավարտված են, որովհետեւ ներքին գործերի նախարարությունը շարունակական մշտադիտարկում է իրականացնում այս ծառայությունների արդյունավետության ուղղությամբ եւ մենք այո նաեւ տեսնում ենք, որ որոշակի հարցեր կան, որոնք որ ունեն շտկման կարիք, հատկապես եւ մասնավորապես կառանձնացնեի համայնքային ոստիկանության գործունեությունը։ Տեսեք, մենք համայնքային ոստիկանությունում ունենք մի շարք գործառույթներ, որոնք պետության համար շատ կարևոր եւ առաջնահերթ գործառույթներ են, սակայն իրենց բնույթով ոչ այնքան ոստիկանական են կամ առհասարակ ոստիկանական չեն, սակայն համայնքային ոստիկանությունը շարունակում է այդ գործառույթները իրականացնել, մինչեւ որ մենք հստակ դրանք կհասցեագրենք պետական այն համապատասխան մարմնին, ով լիազորված է եւ մասնագիտորեն ավելի ճիշտ է, որ իրականացնել երկու օրինակ կարող է, օրինակ ուղեկցումներին կարա խոսքը վերաբերի, խոսքը ծանուցումների բաժանման process-ին կարա վերաբերի, այս երկու ուղղությամբ մենք մեր գործընկերների հետ աշխատում ենք եւ որոշակի առումով ունենք արդեն գործընթաց, դրանց մի մասը արդեն փոխանցված, օրինակ արդարադատության նախարարությանը ծանուցման հարցը էլեկտրոնային ծանուցումների մասով լուծվել է, զորակոչի հետ կապված օրինակ ծանուցումների խոսքս վերաբերվում եւ այսպես ունենք մի շարք գործառույթներ, որոնք հետեւողականորեն մենք ճշգրտելու ենք։ Ունենք նաև մի խումբ հարցեր, որոնց ներսում, հա, կարծես թե գործառույթների հստակ բաշխվածության հարց ունենք, քրեական համայնքային ոստիկանության գործառույթներին է վերաբերվում խոսքս, այս հարցով մենք եւս ունենք վերլուծություններ, գույքագրված են որոշ խնդիրներ, դրանց հստակեցման ուղղությամբ եւս մենք կունենանք առաջիկայում լուծումներ։